ու ինչ որ դդուն երաշտությունը փրկում էր, որտեվ արդեն դա ինչ որ պսիխոթերապիա էր դառը, որովհետև ազատատենչ մարդ ես, որ սիրում է ուրախանալ։ Դու 8 ժամ պետքա նստես գլխավոր հաշվարներ ասում են արեք հենց համերգ լինի, մեզ բոլորիս պետքա կանչես։ Ձայնային մանիպուլյացիաները, noise, ավանգարդ, ծամծմված, ինչ որ ատմոսֆերիկ վիճակներ, ինչ որ երաժիշտ է չես արդեն, ոչ է հաշվապահ ես, էլի ինչ որ ոնց որ քեզ ծախում ես անընդհատ տականքը, էլի, այսինքն տակում գտնվող ու տենց իրենցից որ զզում են, իրանց մեջ լիքը հետաքրքիր տպել կա, որ ասում է պետքա այդ սա ցեխի մեջ տեսնես ադամանդե, կարող է ադամանդե չի, բայց ինքը հետաքրքիր երևույթ է։ Էլ երբեք այդ հարցը չտվեցին, երբ հաջորդ համերգը։ Զրույցներ հետքում շարքի հյուրն է Արեգ Առաքելյանը։ Արեգը մասնագիտությամբ տնտեսագետ է, հաշվապահ է, աշխատում է մասնագիտությամբ, բայց ունի կյանքի մեկ այլ կողմ՝ ստեղծագործական։ Հաշվապահական դեբետներից, կրեդիտներից անդին Արեգը արդեն 20 տարուց ավել է ստեղծում է այլընտրանքային փորձարարական երաժշտություն ու կուզեմ իմանալ Արեգ ինչպես է ստացվեց ու ոնց է սպահում տենց հաշվապահական տերմինով ասած բալանսը։ Ինձ թվում է ընդհանրապես տենց այդ ստերեոտիպ է, որ մարդիկ, որոնք տենց օֆիսներում են նստում, ինչ-որ բյուրոկրատ են, ձանձրալի գործ են անում եւ այլն, իրենք ոչ մի ձև չեն կարող առնչվել ինչ-որ sense այլ ընտրանքային մշակույթների հետ եւ այլն, բայց դա շատ հաճախ է հանդիպում ու իրականում հետո ինչ-որ ժամանակ որ բանկում էլ է աշխատում, բանկիրները, այսպես ասած, այդ ծխարանում, Կուրիլկայում կային երկու տեսակ, հա, որ ասենք sense ինչ-որ անկաբաններից են խոսում եւ խորացած խոսում են, ասենք, չգիտեմ, ինչ-որ արվեստից, նկարներից, երաժշտությունից ու իրանք ոգևորվում են, իրենց համար դա շատ կարևոր մաս է իրենց կյանքում մասնակցել այդ ամեն ինչին, հա, մտածել դրա մասին։ Ինձ դա երբեք չի թվացել, որ ինչ որ հակառակը դա է հենց բալանսը, էլի մարդկային, որ դու տարված ես նման բաներով, զբաղվում ես, քո ազատ ժամանակը ներդնում ես այդ ամեն ինչի մեջ եւ հետո լիցքաթափվում ես, կարող ես գնալ ու այդ ցանցրալի դաժան գործ անել։ Ну, սկզբից տենց եմ մտածում, բայց հետո հիշում եմ 12 թվին Converse բանկում է աշխատում ու հաշվապահությունում ներքին հաշվապահության բաժնում ու իմ գոլեգաներն ինձ ասում են, հա, դե պետք է գանք, այնտեղ էլ օրինակ ռոք սիրող կար եւ այլն ու իրենք ոնց որ ասում են գլխավոր հաշվապահներ ասում են արեք հենց համերգ լինի, մեզ բոլորիս պետք է կանչես բան եւ այլն։ Այդ հենց այդ շրջան ես նոր էի վերադարձել Լատվիայից ու մեծ ողջավորություն ունեի ինչ որ շարունակելու գործունեությունը, որը միջև այդ ասենք կար, այնց շատ խառն էր ու Վարդան Հարությունյանի հետ ենք նոր ծանոթացել, ինքը այդ ձայնային ինստալյացիաներն էր անում, ձայնային ինչ որ մանիպուլյացիաներն էր անում ու մենք խմբով ես ու Վարդանը Սարգսյան Ջուկը միացանք իրեն մի խոսքով ու ստացեց ինչ որ ահավոր ավանգարդ անհասկանալի բան, այսինքն դա ոչ ռոք էր, ոչ բաներ, չգիտեմ, զապիսների մի մասը ջնջվեց, Վարդանի account-ը hack եղավ եւ այլն, կարևոր չի, բայց նույնիսկ հիմա որ ես լսում եմ, ինքը բավականին է ձայնային մանիպուլյացիաները, noise, չգիտեմ, ինչ որ ավանգարդ, ծամծմված, ինչ որ ատմոսֆերիկ վիճակներ եւ ինչ որ ատմոսֆերիկ sound ինստալյացիաներ վիդեոյի արեցինք միկրոսկոպ ու որոշեցինք համերգ տալ նփակում ու հրավիրեցինք այ աղջիկների անունը չեմ հիշում, միշտ այդ միմեր էին էլի բան, տենց պանտոմիմա, էլի պերֆորմատիվ մարմնի շարժում, տենց շո պերֆորմանսներ անող, իմպրովիզացիա սիրող արտիստներ ու հենց այդ համերգին այսպես ասած Կոմբերս բանկի ներքին հաշվապահության բաժինը եկավ ու ճիշտ ասած իրենք շոկի մեջ էին, որտեվ մտածում են, որ Չէ ռոք խումբ բան եւ այլն։ Սիրուն երաժշտություն են լսել։ Հա, բայց շատ ծանր երաժշտություն էր, վիզուալները շատ ծանր գնում, այսինքն չգիտեմ, այդպես Մի խոսքով ճիշտ է դրանից հետո սկսեցի կասկածել, միգուցե ես մի քիչ նես բանով եմ զբաղվում, որ ինքս ինձ լավ եմ այդ զգում, բայց շատերի համար դա անհասկանալի է, անընդունելի է ու երբեք չէին ուզենա դրա մասին իմանալ, որ մի քիչ disorder չլներ, որովհետեւ եթե նո իմ կարծիքն է, այսպես ասած իմ
գնահատականն է եթե տենց ռոք երգեր բաներ նվագում ես ու չգիտեմ վերապրում ես այդ երգը թեկուզ ասենք cover-ը կամ նմանը ու մեջիցը դուրս է գալիս տենց ռոք էներգիան ոնց որ ասենք փոքր ժամանակ ֆուտբոլ կխաղար տենց գոլ խփեր Ռոնալդինոյի բանով ինչ որ հա տենց երևակալ որ դու ես այդ գոլը խփում Ռոնալդինոյի կամ Ռոնալդոյի այս դեպքում հակառակը ինչ որ sense ներքին ինկվիզիցիա էր էլի տեղի ունենում հոգու որովհետև համ ես էի տենց ընկնում այդ կիսատրանս վիճակների մեջ ու փորձում այդ աղմուկի ու ձայնի հետ գտնել ինչ որ լեզու որովհետև ես այդտեղ արդեն ոնց որ զրուցում էի ձայնի հետ հա vocalizing է անում ձայներ է հանում կամ ինչ որ բան պատմում էի հա ու միտքս այն էր որ տենց հասկացա որ տենց երևի սովորական ինչ որ բանով չեմ զբաղվում էլի ինչ որ մի բանա որ մարդկանց շատ դժվար մարսելի է հա ու եթե ինչ որ ժամանակ հետո որ տենց հարցնում եմ ասում եմ էլի կուզենա գան ասեն էլի նույն բան չէ հա էլ երբեք այդ հարցերը չտվեցին երբ հաջորդ համերգը հա կամ եթե ես ասում էի որ լինելու է տենց ասում են էլի տենց ինչ որ այդ փչասած պիլիսոսն եք միացնել Արեգ իսկ երբ եղավ այդ առաջին փորձերը երաժշտության ասպարեզում ու այդ երաժշտությունը այդ առաջին ոլորտներ թե ստեղծագործական ուրիշ տենց փորձեր ես ունեցա տարբեր արվեստի ոլորտներում Դա առաջի փորձերը երևի տենց մանկությունից իսկ թվում է փոքր ժամանակ ինչ որ տենց ռեփ մեպ գրում էի բայց զվարճանքի համար է, ինչ զվարճալի բառերով էլի տենց ինչ թինեյջ հասակում այդ ժամանակից այնց դուր էր գա ես գրում էի ինչ որ տեքստեր էի գրում դա ինչ որ ձև արտասանում էի կարծեմ ինչ որ նույնիսկ ինչ որ խորի մեջ է հա օրինակ հենց այն երաժշտական ավանտյուրան որ ես հիմա իրականացնում եմ տարիներով ինձ թվում է դրա պրոտոտիպը հետևյալն էր մանկապարտեզում իմ ընկերը նվագում էր կլավիսինի վրա մի հատ կլավիսին ճիշտ ասացի այդ որ փայտիկներով xylophone sorry xylophone в общем ու այնքը նվագում էր այդ գործիքի վրա ինչ որ բենդ կար մանկապարտեզի Եվ ինքն ինձ մոտեցավ ասում է ես գնում եմ ոնց որ ինչ-որ արձակուրդ ես ինչ եմ հիշում ասում է ես կասեմ որ դու ես որտեղ ինքը գիտեր ինձ դուր էր գալիս այդ փորձերի կողքով անցնել Մանկապարտեզ թե դպրոց Մանկապարտեզ էր հա ինչ որ տես բան կար մենք մանկապարտեզում ենք ինչ որ երգում էինք բան ոչ ամեն ինչ կար սովետական մանկապարտեզ էր ամեն ինչ կար ու ինքը ասաց ես в общем ֆլոմաստերով sense կներկեմ դու կիմանաս որտեղ է պետք խփել մեծ բենդ էր էլի ինչ որ մի 10 հատ գործիք էր ու կասեմ որ դու գիտես ինչ որ սուրո էր ոնց որ անունը ասի օքեյ շատ լավ ու տենց ես ինչ որ մի շաբաթ երկու շաբաթ այդ բենդում եմ միջև ինչ որ մեկը այդ ֆլոմաստերով այդ կլավիշաների վրայից ջնջեց ու ես սկսեցի ֆալշ նվագել ու ենթադրելով որ ինչ որ հետաքրքիր ավելի մեծ հաճույք ստանալ որովհետեւ նույն ներկած կլավիշաներին չեմ խփում մեկի բանը sense այդ խորդիրը չէ художественный руководитель Что, հələ մի րոպե, это լրեք, էս չես նվագում, դու ես չէ հետևն են նստած։ Ինձ թվում է, հա, բոմբը էտեղ էր դրած, որ ես հասկացա, որ կա այդ կակաֆոնիան, կա այդ կոպիտ ասած անտիմուզիկան, կամ ասենք sense շուր տալը ինչ որ բան, բայց մեջը փորելով գտնելով ինձ թվում է այդ ժամանակ էր մեջս տենց երևի դրած երևի առաջի փորձը դա կասեմ դրանից առաջ չի եղել երաժշտական դիսիդենտ է եղել էլի փոքր հա այդ disorder ոնց հայերեն ասենք այդ անկարգությունը երաժշտական ինձ դուր եկավ ահա որ ինձ թվում է հետագայում է որ արդեն տենց արդեն մտնում է այդ ռոք տուսովկա Իմիջիալից ես վերջերս տուսովկա բառը հայերեն ասացին, հավաքացեցի, լավ չեմ հիշի։ Ոչ ոք ռոք տուսովկա ճակերտների մեջ, ես միանգամից պանկը ընտրեցի, որովհետև այդ անկարգությունը երաժշտական, այդ, չգիտեմ, փնթիությունը կամ այդ բարձիթողությունը ներվում էր պանկերին, էլի։ Դա պանկ է, ոնց տենց մի ձև նվագում, էլի։ Իսկ մանկապարտեզի դու արդեն դպրոց համասարան այդ բանը մնաց մեջ այդ երաշտական այդ հակումները արվեստի երաշտության նկատմամբ
Հենց կոնկրետ այդ ավանտյուրայի նկատմամբ մնաց, այսինքն նույն այդ ինչ-որ рэփերը, հետո խորում է երգում, ունեք որ խորում երգում էի, էլի բառերը չէի հիշում, դե հիմա է բառերը չեմ հիշում, դրա համար իմպրովիզացիա եմ անում սովորաբար։ Ու տենց ասենք օրինակ բան են երգում արդյոք ովքեր են, այսինքն դրանից հետո ես չէի հիշում ու հիշում եմ որ սոված էի ու էլի տենց ոնց որ բան է անում, ասես երգում է կամպոտը բերեք, չգիտեմ, այնտեղ ես ինչի կարտոշկան լցրի, չեմ հիշում, բայց էլի ոնց որ սենց եկավ դասը ու նեսիվա, այս ինչ է սենց էլի ականջից բռնում, այդ սովետական մանկապարտեզում ականջից էին բռնում ու ճաշը գրկեցին, որ չես ուտում էլի տենց դաժան։ Բայց հա, այդ բանը կար, չգիտեմ, այդ խաղը հենց երգի կամ ինչ որ լուրջ արարողության մեջ ինձ ինչ-որ բավարարվածություն տալիս էր էլի, չգիտեմ, ես ոնց որ մեծ խաղ լիներ, լուրջ խաղ մանուկի համար։ Իսկ որ այդ ստեղծագործական բանը ջիղը մանկուց որ նկատել ես, բա հետո քիչ շարունակեցիր այդ ուղղությամբ։ Այսինքն գնացիր, չգիտեմ, տնտեսագիտություն, հետո հաշվապահ, որտեղ երևի թե ամենակիչն է պետք ստեղծագործել։ Ես կինոյի գծով էի գնում, բոլորը գիտեին, որ այսինքն տենց ընտանիքում շրջապատում կինոյի գծով կամ դերասան կամ ռեժիսոր, ինքս ինչ որ բաներ էի բեմադրում, խաղում էի, ու այդ որ խաղերը, որ ասում եմ, ինչ որ երաժշտական տենց ավանտյուրաներ կամ խաղեր էի անում, դա հենց ինձ թվում է դա մեծ այդ ֆիլմային կամ տենց թատերական այդ ներկայացումները, որ ես անում, այսինքն որ Զանավեսկայի հետևը պահվում է, դուս է գալիս ու սկսում է ինչ որ նույն այդ պերֆորմանսը իմպրովիզացիան անել, դրա մեջ ինչ որ կային երաժշտական էլեմենտները։ Բայց ես երբ որ ավարտում էի 2001 թիվներ ու արդեն ոնց որ 2000-ից ոնց որ 9-րդ դասարանից արդեն պետքա որոշես 10 էինք մենք ու ես ասի դերասանական պետքա գնամ թատերական բան ու այն ժամանակ ահա որ վիճակ էր, որը հեռուստատեսությամբ, ասենք ցույց են տալիս ինչ-որ շատ նենց Ջ կլասի ֆիլմեր, սերիալներ, ոչ դերասաններ։ 99-2000 ու տենց ոնց որ մեծերը ասեցին, ասին, էս ես ուզում, ասի չէ, ասին դե գնա նորմալ։ Մի քիչ տենց ոնց ասեմ, ասենք մի խոսքով նենց շրջան էր, որ իսկապես տենց երևի ապաթիայի կար հենց այդ պերֆորմատիվ կամ թատերական արվեստի նկատմամբ ու հետագայում որ հայտնվեց կարծեմ հենց երկրորդ կարող է դժա առաջի կուրսից նույնիսկ 0 կուրսից հիշում եմ նպակում լավ է sense արդեն շատ խորացա այդ պատմությունների մեջ հենց առաջի այդ ուսանողական տարիներից որ նկատեցի որ կա ինչ որ ալտերնատիվ շարժում Երևանում որը sense կողքովս անցնում էր էլի ես ֆրանսիական էի սկզբից սովորում ինչ բաժին որ բաժին le fac économie հա տենց էր կոչվում ու ես հիշում եմ 0 կուրսից տենց դուրս էի գալիս քայլում էի ընկերոջս հետ ու մեկը տեսանք որ նփակի կողքն է չգիտենք որ նփակն է ոսից վերնիսաժներ հա մեկ ստեղ ենք չէ ու sense լիքը նիֆարմալներ էլի մազոտ գունավոր ամեն ձև sense ճանճերի նման հավաքվում են այդ ուղությամբ ու իմ կուրսեցու հետ ասի արի գնանք ու sense մի քիչ sense դաժե վախվորած են գնում որտեղ երեխեք ենք 17-16 տարեկան քայլում ենք ինքնից կանգնեցես ասես լսի էսի նփակն է այստեղ գիտեմ բայց երևի այսօր չգնանք ասում եմ հետո ես քեզ կտանեմ ինքն է կարծեմ այն ժամանակ ինչ որ աշտարակ TV էր թե արտաշատ TV էր այնտեղ էր աշխատում տես մալադյոժն երևի տեղյակ էր վստահեցի իրեն բայց հետո իմացա որ դա տենց ինչ որ այդ նփակի են ամենատենց թույն ֆեստիվալներից է որ արժեր իրականում գնալ հետո գնացի հաջորդ տարի բայց մի խոսքով այդ բացահայտումները որ ինչ որ բեմ կա տենց հավաքվելու տեղ կա ուրիշ ձև շփվելու տեղ կա գժվելու տեղ կա որ դու մենակ չես տենց կարաս տարօրինակություններով կարաս բացվես հա այսինքն որովհետև դե տարիներին մեծանում ես ուտես ես ասում եմ դե լրջացի ու դու լրջանում ես որովհետև երեխա ես ու սովորես ոնց որ հասարակությանը դեմ չգնալ ոնց որ տենց բայց այդ պահը եկավ էլի որ արդեն պետքա ընդդիմանաս ես դրա մասին այդ հոդվածը քեզ ուղարկեցի չէ Երևան ամսագրում այդ ռոքի վերաբերյալ բան էին անում համար հենց այդ շրջան այսինքն պերիոդների էին բաժանել այտենց ոնց որ 90-ականներ 0-ականներ եւ այլն
ու ինձ խնդրեցին ինտերվյուներ անել, ես մեկը արեցի Չորտի հետ, Չորտը տենց հայտնի դեմք էր էլի այդ շրջանում, այդ համ այդ տուսովկայում, լավ իր բառերով ասենք, տուսովկայում համ էլ այդ պերիոդ։ Չորտի հետ ինտերվյու արեցի, մեկը Կորյունը բոլորի համայն բարաբանշիկներ, էլի տենց Կորյունը կար, ռուսային բարաբանշիկներ, մեկը Մարեկը։ Ու հետո արտավազ ասեց խմբագիր, ասեց դե բան դու խոսքով ինտերվյուն վերցրեց մի հատ հոդվածը գրի էլի։ Այտենց տանջամա հերագրեցի, բայց ես ամեն ինչի մաս ինձ հիշում եմ եւ այլն։ Մի քանի տարի առաջ ռեֆլեքսիա եմ արել, փորձել եմ հիշել ու այտենց հաստատ չեմ ուղարկել այդ հոդվածը։ Չէ։ Հա, բայց այդ հոդվածը մի քիչ ուրիշ ճակատագիր ունեցավ, ես ուղարկեցի Արտոին։ Ինքը ասեց it's too creepy։ Ասա okay, հասկանում, որ շատ անկեղծ է գրեմ, դե ուրիշ ձև չգիտեի։ Այսինքն ինչի մասին էր, բանի զրոյականների այդ ռոք, այլընտրանքային այդ շրջանի մասին, նոր ձևավորված այդ մշակույթի, հա։ Ինքը սենց է սկսում, որ ինտրոն ամենակ ասեմ հասկանալի կլներ, ոնց որ ես ասում եի դե ինտրոն մոտավորապես սենց է, որ այդպես զրոյականների Հայաստանը, նույն 90-ականների Հայաստանն էր, էլի, այտենց քյարթու, մաչո, բան վիճակներ, միակ տարբերությամբ ես 17 տարեկան եմ, այսինքն այն տարիքներ, որ ուզում ես դուրս գաս ինչ որ սովորական բաներից ու նոր բաներ գտնես, հայտնաբերես։ Այդ իմ այտենց փնտրտուքն է, իմ ռեֆլեքսիան է, այս տարիքում դրան նայելով մի խոսքով հոդվածի ճակատագիրը սենց էր, ես ուղարկեցի Արտոն, այնտեղ բավականին ուժեղ խմբագրեց, ինչ որ հին ինտերվյուներից որ իրան տվել էի, այտենց այդ ոդկասթի բաներից, շրջանից, մի խոսքով ահագին փոխեց, սենց ոնց որ համահեղինակային մասշտաբի վատը չէր, ես իրան ասի դե իմը ավելի շատ է դուր գալիս, ասեց դե լավ, ասեց քոնը շատ բաներ էլի, այտենց ցանցար ինչ որ սմայլիկներ էի դրել, լիքը երաժշտություն է մեջը դրել, այնտեղ ասում եմ հիմա սխմեք լինք էի դրել, սխմեք երաժշտության տակ հիմա շարունակեք կարդալ, էլի ոնց որ ես բաներ է արել, շարունակությունն է ուրիշ կարգում։ Հա, ու ես որ ոդկաստ էի, ոդկասթի սցենար էի գրել, բայց ինքը ոնց որ հոդված պետք է լիներ։ Ու ես այտենց իրան ասի, լսի, ոչում, հա, ասաց ինչ որ բան ուզում ես փոխեմ, ասի, հա, անունս անի, ու այտենց անունս անես ուրիշ անվան տակ է գնացել։ Չգիտեմ, երևի ինքը նեղացավ, բայց ես չի ուզում նեղացնել։ Պրոստը մտածում եմ, որ ես իմ անվատակ այն հոդվածը հələ ոդկաստ կսարքեմ, storytelling կամ ինչ որ ուրիշ տեղ բան կանեմ, կամ կշարունակեմ կզարգացնեմ։ Դեռ կապրի իր կյանքում։ Հա, բայց դա շատ լավ տենց հենց նկարագրել էի, հենց այդ իմ զգացմունքները հիմա էլ կփորձեմ հիշել, եթե հարցեր լինի։ Ժամանակագրորեն գանք, էլի, առաջի կուրսը էր 90-ականների վերջ, զորոյականներ, գնացիր նփակի քո միջոցառմանը, հա, ոնց հասկացա։ Հետո հա, ոնց որ հաջորդ տարի գնացի, միջև էլ կուրսում մի քանի հոգի գտա, որ էլի ուրիշ ձև էր սիրում մտածել, խոսալ։ Իսկ առաջի խումբ հավաքելու միտքը երբ ա եղել։ Առաջի խումբը կարծեմ երկրորդ տոլի չեմ հիշում։ Տենց առաջի երկրորդ կուրսում կոչվում էր հերոստացմփորիկներ վոկալ ինստրումենտալ անսամբլ, հետո տենց մի քիչ փոխվեց ուրիշ անուն դարավ, տենց ինքը դիսկո պանկ պետքա լիներ, բայց իրականում ուղղակի ոնց որ տենց ինչ որ այսպես ասած որ սկսեմ գիրք գրել հիշողություններ, Գրիշի գլուխը կբացեմ, Գրիշին հանդիպեցի ու մենք սկսենք այտենց ինչ որ դասի չնստել, ֆրֆռալ, այն ժամանակ մանումենտի այն հետևի հատվածը չկար, ու այնտեղ այտենց լրվարան էր, էլի, ու մենք այտենց գարեջրերով գնում էինք, խմում էինք, այնտեղ խոսում էինք, երազում էինք խմբի մասին, այդ էր խումբ ստեղծել, մենք ինչ խոսում էինք, ինչ խումբ ենք անելու եւ այլն եւ այլն։ Իսկ երաշտական գործիքներից տիրապետում էր ինչ որ մեկը։ Ինչ որ պահից սկսեցի գիտար նվագել։ Հա, այդ գիտար նվագելը տես մի քիչ ավելի դրամատիկ պատմություն է, որովհետև ինչու մի հատ աղջիկա է սիրարվելով այդ երաժշտության հետ կապ ունի, կարծեմ դրա համար է հենց սկսեցի ռոք կլուբ գնալ։ Մի խոսքով շատ խճճված է, ես բայց ասես քեզ որ բան եզրափակիչ պատասխաններ տամ։ Հա, գիտար գիտեի, շեգվեմ, չէ, շատ։ Բայց ոնց էր միտքը, հավաքենք խումբ, հետո մտածենք ինչ պետքա նվագենք, թե գիտեք ինչ եք ուզում նվագեք, պետք է ուղղակի խումբ հավաքվի։
Չէ, մենք իրականում ցանցարանում ենք, խումբը էդի ոնց որ իդեաներից մեկն էր։ Ասենք մենք կարող է տենց ուղղակի ծառ բարձրանանք ու տենց ծառից թռնենք, գորենք «Յա Spider-Man» ու տենց ինչ-որ աղջիկների հետ ծանոթանանք, բան, այսինքն տենց այն հիմա որ չկար դե ինտերնետ, բան, ինտերնետ չկար, հա։ Կամ կար այն dial-up-ով ու ինտերնետ կլուբերում ու այդ ոնց որ պրանկիստներ ենք մենք էլի պրոստը տենց ինչ որ կարող է գնանք ասենք լուրջ ինչ որ քննարկումներ էր նփակում այդ ժամանակակից գրողների ու այնտեղ ինչ որ sense պրովոկացիոն պրանքեր անենք, բայց բիզաբիդն է էլի տենց ասենք կամ որոշենք որ այս մեկը մեր աստվածույնն է ու ամեն անգամ իրան տես տեսնելուց, այսինքն ինչ որ sense այդ խաղը որ սկզբից նկարագրում է ինքը տենց մի քիչ մեծացավ, մասշտաբացավ ու դառավ սուպեր ցանցառություն, որից էս լիքը ցանցառ երգեր էին ծնվում ու գիտարները գիտենք, բայց այնտեղ տես լիքը պատմություններ է կապված այդ շրջանի հետ։ Բայց հենց որ հենց խումբ մի հատ flat խումբ կար, պանկ խումբ կար ու մենք էլ ենք մեզ որպես դիրքավորում, որպես պանկ, բայց հենց ավելի հենց արտիստիկ պանկ էլի, առանց այդ դեպրեսիոն բաներից, ավելի հենց ուրախ ցանցառ ու գնացի այդ բան flat խումբ նվագելու այդ Գրիշը ինձ ասում էր, ահա դու ինձ դավաճանցի, դու գնում ես, ասում ես մի շաբաթով վերցրել էին խումբ, հետո իմացա որ գիտար նվագել չգիտեմ հանեցին։ Բայց այսինքն այդ մեր ոնց որ պերֆորմանսի մի մասն էր, էլի գնալ ասենք ինչ որ տենց խումբ ասել ես գիտարին ու տենց փորձել խույս տալ, բայց այն ժամանակ արդեն ես մի քիչ նվագել գիտեի, հա, գնացի այդ flat-ն էր առաջի փորձը, տենց ավելի շատ իրանք չգիտեմ, հետո տես տարբեր պատմություններ։ Հիմա որ պատմում ես մտածում, եթե լիներ ես արդեն ինտերնետի տենց ակտիվ դարաշրջանում են, ինչ որ պատմում ես, լավ ինչ որ բանի նյութ է, յութուբերի, ինչ որ ալիք վարելու, չէ։ Ցանցառությունները տենց միլիոնավոր դիտումներ կարող են երևի։ Հա, բայց դե մեր մտներով ընդհանրապես չէր ասում, պետք է նկարել կամ ինչ որ մեկին դրա մասին պատմել կամ հիշել, մենք ոնց որ ազատվել էինք ինչ որ մի բանից, տենց դասից փախած վիճակ էր, էլի։ Ու գտել էինք իրար, տենց 2000 դե ինքը հետո արդյունքում ավելի ցանցար դուրս եկավ, քան թե ես, իհարկե, տենց ու գնաց Ամերիկա։ Հետաքրքիր է այդ երբ ուսանողական այդ ցանցարական վիճակը բանից էր, ոնց որ կեցությունից էր ելնում, դրանով էր պայմանավորված, իսկ հետո որ ավարտեցիր, ընդունվեցիր աշխատանք, չգիտեմ որպես հաշվապահ, բան փոխվեց ինչ որ բանը։ Ես բաշե այդ ուսանողական տարիներին բաշե sense թքած ունեի, թույլ ասած այդ ցակ այդ բաների վրա։ Գնացի սկսեցի բանկում աշխատել, մեկը օպա, վարկային բան ընկա, բաժին, ու տենց իմացա overdraft կա, այսինքն գումար կարա ստանաս, ու ասի ու այն ժամանակ նախապատմությունն էլի բաց թողեմ, որտեղ ինչ որ մի հատ պահ կար, որ որոշ սկանդալներ եկավ երաժշտական ու մեզ մի քիչ արգելեցին Երևանում, դե այդքան շատ stage չկար, մի երկու տեղ արգելեցին, всё կարաս չնվագես։ Ասի օքեյ, լավ, ու այն ժամանակ MySpace-ով սկսեցի ինչ որ վրացական խմբերի ու պրոմոտորների վրա դուրս գալ, ինձ ասին, հա, եկեք, ինչ որ ձայնագրություններ արդեն ունենք։ Սկսեցի գնալ Վրաստան ու այդ բանը աշխատանքի ընդունվել է։ Ես դիտարկում եմ մի կես տարի կաշխատեմ դուրս կգամ, բայց զատո հիմա փող ցենց կկպցնեմ ու կգնանք մենք Վրաստան, ավելի կայֆ էր, բան եւ այլն, ու տենց պատմությունը շարունակվեց էլի, հետո շատ չեմ պատմի, բայց մի պահ, որ իսկապես ոչ մի բան չէր պահում ինձ գործի տեղը, ինձ երաժշտությունը փրկում էր, որտեվ արդեն դա ինչ որ պսիխոթերապիա էր դառը, որովհետև այդքան ինչ-որ sense ազատատենչ մարդ ես, որ սիրում է ուրախանալ, վերջի վերջո, իսկ դու 8 ժամ պետք է նստես այդ sense ինչ-որ անկապ։ Իհարկե լավ բաներ կային, մարդկանց հետ շփումը եւ այլն, լիքը մարդու հետ ես ծանոթանում, հետո վարկային մասնագետ մի երկու տարի աշխատում ես, հասկանում ես մարդկանց ստի չափը sense կալկուլյացիա ես անում, էլի մի անգամից արդեն մարդկանց ձայնից, ասածից եւ այլն։ Իսկ պատմես ոդքասթային ժանր քո անցման մասին, այտենց լուրջ դեմքով էլի։ Նեսի էլի պետքա ինքը նույնիսկ ասենք անվանում այդ փնթի խողովակ, որ թվականին սկսեցիր քո ոդքասթները վարել։ Ինձ թվում է պիլոտներ կարողա 18-ին կամ 19-ին եմ արել պիլոտների համար, բայց ինքը իրականում ֆորմատը այն էր,
դե այստենց 90-ականներից եմ, ու այն ժամանակ տենց բաներ կար, դա 16-ի старше, տենց ջեմ, տենց հաղորդումներ կան, որտեղ օրինակ տենց ինչ-որ արդիկ էին հավաքվում կամ ինչ-որ կլիպ էին նայում, ու սկսում են քննարկել, հիմնականում քլնգել։ Էլի տենց քննարկել, քլնգել, քֆրտել։ Ես էլ այդպես բան ուզում անեի։ Բայց ավելի հումորային, էլի։ Մի քանի անգամ տարբեր ընկերների հետ արեցի, միջև որ իմացա, որ այդ մեդիա նախաձեռնություններում, ասին դիմի տենց։ Ես ոչ այդպես կամերայ ուզում դնել ու քննարկենք։ Պրոստը ինձ համար խումբը արդեն LSD խումբը արդեն ծրվում էր, արդեն շատ մեծ էինք, արդեն շատ տարբեր էինք։ Կամ էդի երկար պաուզա էր կամ ծրվում ենք, ոնց ինչ ուրիշ բանով էս ուզում զբաղվեի։ Ձեռի հետ։ Իմ նպատակը այդ քլնգելու մեջ այն էր, որ ես իրականում ուզում եմ խոսալ լիք խմբերի մասին ու պրոմոտ անել։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ ասենք մեզ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, կամ չէին ուզում հասկանալ, կամ դժվար էր հասկանալ, մեր մեղքն էր, էլի, բայց ամեն դեպքում ես մտածեցի, օքեյ, ես այս կողմից եմ նայում։ Հիմա ես բոլոր այդ մարգինալ խմբերին իրանց մասին կխոսամ, իրանց կայֆ կլինի, ես կգցեմ, կտարածեմ, ինչ որ իմ ծանոթներով կկիսվեմ, մի հատ ասենք հայտնի մեկին, մի հատ հայտնի ընկեր կկանչեմ, իրանց կողքը կդնեմ, իրանք կպոպուլարիզացվեն։ Ու այն դաշտը, որ ես տեսնում եմ, որ պլատֆորմա կա, հարթակ կա, որտեղ լիքը հետաքրքիր երաժշտություն կա, իրանք պրոստենց 2 տարին մեկ հայտնվում ու անհետանում են, որտեղ իրանց հանդեպ ուշադրություն չկա, պրոստը ignorance-ը։ Միգուցե դա կօգնի ինձ, ես կուզենայի ինչ-որ մեկ այդպես բան անել, երբ որ ինտերնետ լիներ այն ժամանակ։ Հետո դիմեցի այդ ոդկասթների դասընթացներին, ինչ որ բաներ ստացա, տեխնիկա ստացա, դասընթաց եղավ ու սկսեցի էքսպերիմենտներ անել, ինտերվյու, այն տարբեր արդեն այդ կինոշինկների հետ համագործակցել եւ այլն, երկար պատմություն է, բայց տենց նպատակս այդ տեղական երաժշտության տարածումներ այդ հարթակներում, էլի YouTube-ում, այն ժամանակ 19 թվին YouTube էր։ Սա հայկական ինտերնետը դա YouTube-ում էր էլի գտնվում, դες այնտեղ ինչ որ ոդկասթները, հիմա է որ ոդկասթները կարաս Apple Podcast-ում գտնես հայկական ոդկասթները, էլի։ Իսկ վերնագիր է։ Իսկ փնտի խողովակ դե ես քանի որ տես միշտ գրել եմ, ինչ որ բառերի հետ խաղացել եմ, վառել եմ, ես ինչ եմ արել։ Տենց դաժե ինչ որ մի շրջան տենց poetry in action-եր կոչում, այսինքն տենց շարժվելով Ինչ պոեզիա է կարդում, ասենք Սերանո դե Բերժերակի ինչ որ նման, դες էլի պերֆորմատիվ բաներ, էլի։ Դες բառերի հետ սիրել եմ խաղալ ու դες մտածեցի Tube, YouTube, Dirty Tube, տենց աղջիկների խումբ որոշեցի հավաքել, տենց punk, իմ հին punk երգերը որ նվագեն, հետո բարձվեց вообще նվագել չգիտեն, մոտիվացված չեն, ասի всё, ես աուն ինձ եմ վերցնում։ Ու այդ Dirty Tube-ն է, փնտի խողովակ, այսինքն YouTube, Dirty Tube, տենց որովհետև ես մտածում եմ, որ այդ մարգինալ, չգիտեմ, այդ փնթի երաժշտությունը, այդ underground երաժշտությունը, underground-ը այսինքն այն երաժշտություն, որ այդպես տականքը, էլի, այսինքն տակում գտնվող ու այդպես իրանցից որ զզում են, իրանց մասին, որովհետև իրանց մեջ լիքը հետաքրքիր տպել կա, այն որ ասում եմ պետք է այդ սա ցեխի մեջ տեսնես ադամանդը, կարող է ադամանդը չի, բայց ինքը հետաքրքիր երևույթ է, ես արդեն այնքան տոլերանտ եմ այդ ժամանակ երաժշտության նկատմամբ որ ես չի ասում լավ ու վատ, ես պրոստը տեսնում եմ ինչ որ տարբեր գույներ, ինչ որ կայֆիկներ դրանց մեջ։ Դրա համար ես ուզում եմ իրանց ու սկսեցի էլի ինչ որ չափով։ Բանաներ։ Հայ underground-ի անթոլոգիա։ Տեկուս, ամեն ինչ էլի, այսինքն ես հետո ժանրերը փորձում եմ։ Ինչքան ժամանակ տևեց ոդքասթը։ Ես սկսեցի շատ վատ շրջանում, սկսեցի անել, հետո նկարել, ու այդ կոവിഡ്ը եղավ, հետո 20 թվականի սեպտեմբերի պատերազմը ու դրանից հետո էր ամենադժվարը, որովհետև ինձ մոտիվացված, ասենք ինչով է զբաղված էլի։ Ու բայց միաժամանակ հասկանում եմ ինձ ասում են գոնե դու մի հատ բան արա, ոնց որ ինչ որ sense նայենք, դուս գանք այդ բանից, ընկերներն էին ասում էլի, ովքեր հիմա նայում էր։ Ինչ որ ժամանակ անցավ, որ էլի վերսկսեցի տարբեր ձևերով, բայց արդյունքում այդ նույնիսկ Վարդան Հարությունյանի հետ մի բան արեցի, տենց կոչում էր կներես Վարդան, ինքը ասաց հետո որ ջինջեմ, բայց վերնագիրը բաներ, Ախմախ Ալմանախ երաժշտության մասին։ Այդ կարանք մեր Վարդան հարցազրույցի վերնագիրը դնենք։ Բայց ոդկասթները թողեցի, որովհետև ինտերնետը ինձ համար sense արդեն չգիտեմ, աղբա նոց տարավ
ու ուզեցի այնտեղից դուրս գալ ու անցա hard copy-ներին, այսինքն զին անել կասետ օրինակ հայկական ես դա sense եմ անվանում զրոյականների հայոց փանքի փռեմ գրում վեճ նա ծաղկակախ ու ասենք այնտեղ ընտրած խմբեր որոնց որոնք սթրիմինգներում ընդհանրապես չկան որոնք ոմանք ինտերնետում չկան ընդհանրապես իրանք պետքա լինեին այդ ժամանակ կասետի վրա как будто ոնց որ ես ինձ անցյալից ինչ որ բան եմ հորինում ու գումանում ու զիննա անգլերեն ու հայերեն որտեղ գրած այդ խմբերի մասին որոշ բաներ ես եմ գրել որոշ բաներ իրանք են ուղարկի ասեն չէ sense գրի եւ այլն զինը հավաքած է այդ խմբերի մասին այսինքն տեքստ ու ձայն այսինքն դու կասետը գնում ես դնում ես լսում ես այդ խմբերի մասին կարդում ես նույն ոդկասթն է երբ որ ինտերնետ չկար հետո դիսկ արեցի sound art-ի որտեղ կասետը տեխնիկապես մի քիչ բարդուս եկավ հա կասետ ուղակի այդ էսթետիկայի առումով էլի հա տուրք տալով 2000-ականների 90-ականներ այդ երաժշտությունը մենակ պետքա կասետի վրա լիներ որտեղ ինքը նենց էր ձայնագրած ու նենց երաժշտություն էր քեզ չեմ տվել լսես հեսա լսի ինքը շատ պոպուլար է դա 15-ի վրա լսեմ լսի շատ են այդ կրիչները ոնց է նվագարկիչները արդեն շատացել են ինքը ոնց որ այդ վինիլ հիմա մեծ թվում է վինիլներն է չէ դա վինիլ հիմա բայց չէ դա մենք պրոստը հետ ենք մնացել կասետները լիքը կարաս գնաս կանաչ կակաչ միացնես կամ ասենք վայրապար գնաս ինչ շուտ տեղեր կա պրոստը կարաս դնես միացնես ու վաճառում են նորմ թարմ այդ նվագարկիչներ ինքը չի բազարում է գալի գտնել Այդ այսինքն տենց ավարտվեց իմ ոդկասթը, այսինքն այդ իդեան ինքը մնաց տարածել։ Ինքը բավականին պոպուլյարն է, որտեվ ես համել ոնց որ լեկցիա եմ կարդում դրա մասին, ու լեկցիա որն է listening-ը, ու տենց ասենք ոնց որ տենց միացնում եմ ու տենց ոնց որ հիմա քեզ եմ պատմում, ասում եմ stop եմ պես, ասում եմ մի խափվեք, ու ինչ որ պատմություն եմ պատմում։ Ծիծաղացնելով, որտեվ ուրախ էր։ Չի կարա բանկը տխուր լինի, ու կարա բանկը տխուր լինի, բայց շատ չգիտեմ ինձ համար նկատի ունեմ շատ տխուր բանկը չգիտեմ բանկը էդի սուպեր պերֆորմատիվ բան է էլի պետք է այդ կայֆը ջոկես որ դի պերֆորմանս է էլի ու այդ դրա մեջ է այդ զվարճանքը իսկ հիմա ինչ սամելի բան ես անում զուգահեռ աշխատում ես հաշվապահ ու նաև sense ստեղծագործական ոլորտների մեջ հաշվապահ ավելի քիչ վերջի տարիներին հաշվապահությունից ձգտեցի ու ահագին դուրս եկա շատ մարդիկ ներացան, որովհետև այս դաշտում արվեստային մենակ ինձ գիտեին, սկսեցի մերժել էլի, որովհետև չէ ուզում, ինձ էդի տենց պանջում էր արդեն։ Մի տեղ տենց մի 4 ժամանոց հաշվապահություն ունեմ, շաբաթը տենց 4 ժամ, դա է սա ավարտվելու։ Հիմնականում տենց արվեստային ինստիտուցիաներում վերջի տարիներին նկատի ունեմ, ադմինիստրատիվ աշխատանք եմ կատարում, ինքս էլ էլի գոլեգայի հետ, տենց փոքրիկ դու եկել ես, գիտես, տենց նկուղա, ցուցանկուղ ունենք, որը տենց գնալով հիմա դարել է փոքրիկ սառնարան, այսինքն տենց տոտալ ինստալյացիա, այդ բանի հետ է կապված, որ փորձառություն ես մի քիչ հավաքում, ուզում ես ասում ես, ես էլ մի հատ բան անեմ, տենց, այսինքն այդ արվեստի բնագավառում էլի բզբզոցներ, բլին էլի են բաները անում, իրականում երաժշտությունը չեմ թարգել, բայց չգիտեմ երևի սկսկանով շատ խոսացի մեկ էլ ամփոփելու նման մի բան անենք խոսես հիմա ինչ վիճակ է այսինքն երաժշտական ոլորտում ու երբ որ դու պատմիր այն 90-ականներ 2000-ականներ երբ որ դժվար էր բեմ գտնել դժվար էր չգիտեմ գործի գտնել բայց հիմա այդ սաղ հարցերը լուծվել է չգիտեմ կան սոցիալական հարթակներ ինտերնետ գործիքներ երաժշտություն ստեղծելու համար շատ արագ ինչն է հիմա խնդիրը որ չկա քո կարծիքով կամ եթե կա լավ երաժշտություն ինչն է հիմա ստեղծագործողի համար պրոբլեմներ քիչ դե այն պրոբլեմները որ թվարկեցինք չկան ինչն է պրոբլեմ երևի այդ երաժիշտներին պետք է հարցնել երևի բանի արդեն կոմերցիոն հարցերն են երևի այստեղ առաջ գալիս որտեվ բեմի պակասը չկա դու երաժշտությունը կարաս տանես տարածես այդ տարածումը բան գիտես ես մի քիչ քեզ խափեցի ես իրականում ոդկասթներ անում եմ ուղղակի չեմ հրապարակում
ու տենց մտածում կա կասետի վրա ձայնագրեմ, տենց գնամ ասեմ փթիխովակի վերջի։ Տակից Տենց տակից տենց։ Իրականում Վարուժ Ժան հուսամ ազգանունը ճիշտ եմ ասում, ոչ մի Վարուժանն է, դեպուտատի տատի երգը հիշում ես, դեպուտատի տատի դեպուտատ ժամանակների հայտնի էր, էլի։ Իր հետ էի խոսում, ինքը շատ ճիշտ բան ասեց։ Ես որ իրան հարցրեցի, իսկ այդ մեր ոդկասթի ժամանակ դու չես ուզում, ոնց որ ամեն ինչ ունես, կինոշնիկ ես, ես նկարել, բան, երաժշտությունը, զրիցիլի հետ աշխատել, սուպեր պերֆորմատիվ դեմք, ու տենց underground չէ, էլի ինքը համը իր այդ բանը ունի։ Ժամանակակից թո չնեկանա, բայց լավ իմաստով պապսովի vibe ունի, էլի։ Ինքը ասեց, լսի, գիտես, ինձ պետք չի, որովհետև ես պետք է նստեմ, ասենք բլոգերությամբ զբաղվեմ։ Որտեղ հիմնական ինձ թվում է շատերին դա հետ հղում, էլի, ոնց որ տենց մի քիչ ավելի ինտրավերտ մուզիկանտներին։ Օրինակ, ասենք, ես էլ փախա ինտերնետից, որտեղ հասկացա, ես էլ ինչ որ մեդիա, ինչ որ sense կերպար դառնում, բան, ես ինչ չգիտեմ, չես կանում, հոգեբանորեն ազդում, էլի։ Ասում հա, դες պետք է ոնց որ չգիտեմ, ասենք, հիմա բլոգերները ինչ են անում, ասենք, իրենց ուտելն են նկարում կամ չգիտեմ, էլ ինչ են անում, ասենք, դες ինչ դուս են գալիս քաղաքում մարդկանց հետ։ Չգիտեմ։ Այսինքն ինչ որ տես անկապ բաներ լիքը պետք է անես, կարճ ասած, որ սկանդալային ինչ որ բաներ ես ուշադրության առիթ ստեղծես, որ հետո քո երաժշտությունը հրամցնես։ Նո այդ իր ասած բառերն են, մի քիչ չափազանցրացա, բայց իդեան հասկանալի է։ Կամ մեկին պետք է բարձես, որ տենց ինչ որ նկարի բան։ Այսինքն այդ ինչ որ տհաճ բան է, էլի, ես չգիտեմ, հա մենք բոլորս նայում ենք, բայց ասենք դրանով զբաղվելը, չգիտեմ, ինձ թվում է հոգիդ ոնց որ ծախես, էլի։ Ոնց որ երաժիշտ է չես արդեն, ոչ է հաշվապահ ես, էլի ինչ որ չգիտեմ, էլի, sense ոնց որ քեզ ծախում ես անընդհատ ամեն մի քո sense բանը էլեմենտը նկարում ես կյանքի, որ հետո տենց երաժշտություն ծախես։ Ինձ թվում է այդ հոգեբանական խնդիրը կա ժամանակից երաժիշտների մոտ։ Ես նկատի ունեմ հենց այդ կոմերցիոն տեսանկյունից ենք խոսում։ Իհարկե լրիվ ուրիշ պատմություններ կան, բայց ես խոսում եմ հիմա ուստեղ, էլի, որտեվ ես տեսնում եմ, ասենք ինչ երաժշտությունը ոնց է զարգանում։ Չգիտեմ, եւ մեկը երբ պետքա տենց այն պահնա, որ պետքա թողես, օրինակ հողի օրինակը շատ լավ է, ես հիշում հողը 10 տարի առաջ, համարյա 10 տարի առաջ լսեցի, բայց հիմա արդեն всё, էլի в полете, то есть մարդը просто 10 տարի տենց դրած չագուչով ու ինչ է դա դարբնոցում տենց աշխատում, էլի просто առանց այդ ինտերվյուների, բաների, կամ այդպես երկար ժամանակ просто տենց անջատված պետքա քո գործը անես, ուրիշ ոչ մի բան չանես։ Երևի դա էլ է խնդիր, էլի, որովհետև դրանով չես կարող երկար ապրես, ինչ որ ուրիշ բաներով պետք է զբաղվես։ Օրինակ, հաշվապահությամբ։ Հա։ Եղավ, շատ մերսի Արեգ, այսքանով եզրափակենք։ Հա։ Երկար ստացվեց, չէ՞։